Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջերում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի կարծում եմ Հայաստանի համար շատ կարևոր մի մասնագիտություն, թե որն այն նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Միջազգային տնտեսական հարաբերություններ, տարբեր երկրների միջև զարգացող տնտեսական կապերի ամբողջություն, յուրաքանչյուր երկրի տնտեսական առաջընթացի կարևորագույն պայման, որն ունի բազմադարյա պատմություն։ Ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում որոշիչ դեր են խաղում միջազգային տնտեսական հարաբերությունները։ Հետևաբար ոլորտում տեսական խոր ու համակարգված գիտելիքներով եւ գործնական հմտություններով մասնագետների պատրաստումն ու դերն անհրաժեշտություն է։ Տնտեսագիտության անչափ կարևոր, չափազանց արտիական եւ դինամիկ զարգացող բնագավառներից է միջազգային տնտեսական հարաբերությունները։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, միջազգային տնտեսական հարաբերություններ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հասմիկ, ես նայում եմ, որ հայերիս մեջ այս մասնագիտությունը դարեր առաջ եղել է, այն առումով, որ նայում ես մեր վաճառականները, ասենք, չգիտեմ, թե այս Հայաստանում, թե Կիլիկիայում հատկապես, այնպես որ այսպես ամբողջ աշխարհը կապել են իրար։ Օրինակ հայտնի էր, որ Չինաստանում հայերը ունեին դիրքեր, որ ոչ մի այլ վաճառականներ չունեին, օրինակ։ Եվ Եվրոպա, Վենետիկ եւ այլն շատ հայտնի էին այս վաճառականները, այսինքն միջազգային տնտեսական հարաբերությունները այն ժամանակ մի քիչ այլ էին, բայց ուզում եմ ասեմ վերջի վերջո այն որ հայերին հաջողվում էր ուրեմն հասնել ուրեմն առավելությունների, չգիտեմ, դիրքերի եւ այլն, որ այսօր ասում են, չգիտեմ, քվոտաների եւ այլն, դա փաստ է։ Բայց դե ժամանակները փոխվում են եւ այսօր էլ որ նայում ես այն վաճառականները այսօրվա էլի աշխուժ են, չգիտեմ, բերում էին այն ամենածանր տարիներին էլ նրանց հաջողվում էր տարբեր երկրներից բերել առևտուր անել եւ այլն, բայց երբ խոսում ենք, ասենք, պետության մասին եւ պետական, այդտեղ մենք ունենք խնդիրներ, ունեցել ենք եւ ունենք։ Այս առումով ես կարծում եմ, որ այս մասնագիտությունը կարեւոր է։ Շատ կարևոր է, շնորհակալություն, շատ գեղեցիկ ներկայացրեցիք պատմական անդրադարձով, որովհետև իրոք հայերը բավական ազդեցիկ են եղել Չինաստան, Հնդկաստան, Եվրոպա եւ այդ ունակությունը առևտրային հարաբերություններ ձևավորել մեր մոտ կարելի ասել գենետիկորեն առկա է։ Այն որ հիմի որոշակի առումով կաղում են, դա էլ պետք է ընդունենք, ինչու, որովհետև նոր օրենքներ են, նոր կարգեր են, նոր միջազգային օրենքներ կան, նոր, այսպես նոր նկատի ունենք 1940-ական թվականներից նոր, եւ այդ կտրվածքով այս մասնագիտությունը հնարավորություն է տալիս այդ բացը լրացնել, այսինքն իմանալ միջազգային շուկայում ինչ կարգեր կան, ինչ խաղի կանոններ կան, որոնցով պետք է խաղալ։ Միջազգային տնտեսական հարաբերություններ դա նշանակում է եւ գիտելիքներ տնտեսագիտական ուղղությամբ ես ձեռք բերում եւ գիտելիքներ միջազգային հարաբերությունների ուղղությամբ։ Այժմ բավական տարածվել է, ասենք, տնտեսագիտական դիվանագիտություն, մասնագիտությունը, որը իր մեջ ընդգրկում է եւ տնտեսագիտությունը եւ դիվանագիտությունը։ Որովհետեւ ցանկացած երկրի հետ, եթե առևտուր ես անում եւ այնտեղ մաքսային քաղաքականություն է իրականացվում քո երկրում արտադրվող ապրանքի նկատմամբ, դու պետք է հստակ պատկերացնես ինչպեսի քաղաքականություն վարես, ինչպեսի դիվանագիտական քայլեր ձեռնարկես, որպեսզի դրանք մեղմես։ Փայլուն օրինակ է նաև Միացյալ Նահանգների նախագահի Տրամպի մոտեցումը այս հարցին, որ այն երկրները, որոնք Միացյալ Նահանգների նկատմամբ կիրառում են մաքսային քաղաքականություն, հայլանման Միացյալ Նահանգներն էլ դրանք պետք է կիրառեն եւ ոչ թե ազատականացված մոտեցում ցուցաբերեն այդ երկրներին։ Սա հարցի կողմային չի, ճիշտ է անում, թե ճիշտ չի անում պարոն Թրամփը, այլ սա հենց կոչվում է միջազգային տնտեսական հարաբերություններ։ Եվ մեր մոտ դիմող ուսանողը մենք ոչ միայն տալիս ենք հենց հիմքերը, գիտելիքները, այլ սովորեցնում ենք ինչպես մտածել ինքնուրույն։
Դե այստեղ շատ գիտելիքներ են պետք այն առումով, որ երկրները իհարկե բազմաթիվ են եւ տարբեր մաքսային եւ այլ օրենսդրություն ունեն, բայց վերջի վերջո եթե մարդը հմտանում է ընդհանուր, հետագայում կարող է մասնագիտանալ տվյալ երկրի կամ, չգիտեմ, այդ հարցերում, որ եթե պիտի աշխատի այդ երկրի հետ։ Ես այստեղ մտածում եմ, թե այս ավարտողները որտեղ կարող են աշխատել մասնագիտությամբ։ Մի կողմից, եթե նրանք տնտեսագետ են, այսինքն բակալավրիատը ավարտել են որպես տնտեսագետ, իրենք կարող են եւ աշխատել որպես տնտեսագետ, ինչպես բոլորը, մի կողմից, չէ՞։ Մյուս կողմից, որ նայում եմ, կարող են աշխատել այն ձեռնարկություններում, որոնք դրսի հետ շփումներ ունեն տարբեր երկրների, չէ՞։ Այսպես կարող ենք ասել, որ կլինեն պահանջված, հատկապես մեծ ձեռնարկությունների, որ կան այդ կապերը։ Բազմաս կորպորացիաներում։ Եվ մյուսն էլ ես մտածում եմ, որ ովքեր ավարտեն դիվանագիտական դպրոց դրանից հետո պահանջված կլինեն նաև արտգործնախարարությունում, որտեղ հիմա շատ են խոսում, որ ասենք դիվանագետներին նաև հանձնարարականներ են տալիս, չէ, որ տնտեսության մեջ, չգիտեմ, այդ երկրների զբաղվեն։ Այս առումով էլ այս ավարտողները կունենան ճանապարհ, ասենք դիվանագետ դառնալու եւ ավելի օգտակար լինելու իրենց տեղում, հա, այդպես կարող ենք ասել։ Շնորհակալություն, հիմնականում բոլոր ուղղությունները նշեցիք, որտեղ կարող են աշխատել, ցանկացած երկրի դեսպանատուն ունի առևտրային հարցերով պատասխանատու անձը, որը այո պետք է համապատասխան գիտելիքներ ունենա։ Այլ ոլորտներ աշխատելու բանկային համակարգում արտաքին առևտրի վարչությունում կարող են աշխատել, կարող են էկոնոմիկայի նախարարությունում արտաքին առևտրին վերաբերվող եւ քաղաքականության բաժնում եւ անմիջապես պրակտիկ գործունեության հետ կապված բաժնում աշխատեն։ Հիմնականում կարելի է ասել այն ինչ կապված է արտաքին առևտրի հետ եւ միջազգային տնտեսական հարաբերությունների հետ, այդտեղ կարող են աշխատել, որովհետեւ մեր մոտ բոլոր նման առարկաները դասավանդում ենք ու աշխատում ենք, որ դասավանդողները լինեն պրակտիկ աշխատող մարդիկ, որոնք բավական երկար այդ ոլորտում աշխատում են եւ կարող են պրակտիկ գիտելիքներ փոխանցել մագիստրանտներին։ Դե դա շատ կարեւոր է, որտեվ չգիտեմ, ես նայում եմ, որ ես ստիպված կրկնվում եմ բազմաթիվ հաղորդումներում, որ մենք սովոր ենք այդ խորհրդային միությունից եկած այդ սովորույթով, ասենք հաճախ մենք մարդկանց ուսանողներին պատրաստում ենք թեորիապես, բայց ոչ պրակտիկ։ Այդ թերությունը կար, որ թեորիապես հաճախ լավ էին պատրաստվում, բայց պրակտիկ ոչ։ Եթե դա ինչ որտեղ որոշ մասնագիտությունների առումով շտկվել է, որոշ մասնագիտությունների առումով դեռ չի շտկվել, եթե այս մասնագիտության առումով էլ հնարավոր լինի, ասենք, այդ 1.5 տարի է, որքան լսեցի մագիստրոսական ծրագիրը, որից կես տարին, ասենք, ինչ որ պրակտիկ անցնեին պրակտիկա եւ ինչ որտեղ աշխատեին, թեկուզ օգնական եւ այլն, ինձ թվում է լավ կլիներ։ Այսպես ասենք, որ մենք կատարյալ ենք, դա կլինի գլուխ գովալ, այն ասում եմ, մեր սովորական լեզվով եթե ասենք, հա, որ օգտագործում ենք ամենօրյա, դա գլուխ գովալ է, չէ, մենք ամեն տարի կատարելագործում ենք, աշխատանքներ ենք տանում, որ կատարելագործվենք, տեսնենք մեր սխալները, որոնք են եղել, ուղենք, մասնագիտությունը իրոք շատ կարևոր է այս պահին Հայաստանի Հանրապետության համար, որովհետև եթե տնտեսական հարաբերությունները ոչ բավարար մակարդակի վրա լինեն, համաշխարհային շուկայի նման գլոբալացման միտման մեջ Հայաստանը կարող է կորել։ Դրա համար մասնագետները շատ կարևոր են։ Եթե թույլ տաք վերադառնամ այն մեր նախկին խոսակցությանը, երբ որ ասեցիք պետք է ամեն երկրի կարգը, քաղաքականությունը իմանան, հիմի գոյություն ունի միջազգային կառույց, տնտեսական կառույց, դա համաշխարհային առևտրային կազմակերպությունն է, որին անդամակցող երկրները հիմնականում խաղում են նույն օրենքներով, նույն կարգով են խաղում։
Եվ դա շատ ավելի հեշտացնում է, եւ որ մենք ուսանողին տալիս ենք, մագիստրանտին տալիս ենք այդ ուղղությամբ գիտելիքները, մնացած արդեն ճշգրտումները բավական հեշտ է լինում ուսանողը դա կարողանա վերցնել այժմյա պայմաններում։ Մենք սովորեցնում ենք մտածել եւ որտեղից կարելի արագ ինֆորմացիան վերցնել, որպեսզի կարողանան նրանք այն գիտելիքները տեսական, իհարկե տեսականն էլ ենք տալիս, որպեսզի կարողանան այդ տեսականը միաձուլեն տեսականի հետ եւ կարողանան ճիշտ լուծումներ տալ։ Համենայն դեպս այս ուղղությամբ մեր աշխատանքային թիմը եւ ողջ ֆակուլտետը բոլոր ոլորտներով քայլ առ քայլ վերցնում ենք լավագույն փորձի օրինակ եւ քայլ առ քայլ գնում ենք դրան։ Դե առաջ կապերը միշտ են կարևոր, առաջ ավելի կարևոր էին, այն առումով որ երբ որ այս համացանցը այդքան զարգացած չկար, այդ կապերը փոխադարձ արձելությունները ել ավելի էին կարևորվում։ Հիմա երբ համացանցը կա, կարծես թե այդ շփումներին ինչ որ առումով մեծ մասամբ փոխարինում է, այն առումով որ այս միջազգային փորձը այս ասպարեզում էլ կարևոր է, շատ հատկապես այս ասպարեզում, թե ասենք այն զարգացած երկրներում ինչպես է ուսուցանվում, ինչ են սովորում եւ այլն, ինչ է պետք։ Այսինքն ես մտածում եմ, որ դուք պիտի որ տեղյակ լինեք այդ ամենից։ Ոչ միայն տեղյակ ենք, այլ փորձում ենք փոփոխություններին էլ հետևել, որպեսզի կարողանանք նման փոփոխություններ անել կրթական ծրագրերում։ Ասենք հաստատված է կրթական ծրագիրը, բայց մենք բոլոր թույլ տվեք հիմի ասեմ ֆակուլտետի բոլոր մասնագիտություններով մենք աշխատում ենք բարեփոխենք։ Եթե հրավիրված դասախոսը ուսանողները դժգոհություն են հայտնում, մենք արագ արձագանքում ենք դրան, հասկանում ենք խնդիրն ինչումն է, եթե դասախոսն է խնդիրը եւ ոչ թե գիտելիքը դասախոսի հետ խոսում ենք, բացատրում ենք, որ ուսանողներին սա է պետք, չնայած միաժամանակ մենք մագիստրանտներին խրախուսում ենք, որ անձամբ դասախոսին իրենք ասեն, որ գիտեք ինչ կա, մեզ պետք է այս մոտեցումը, որպեսզի մենք կարողանանք դա կիրառել։ Եթե գիտելիքն է դասախոսի, այդ դեպքում նոր գտնում ենք ավելի լավ մասնագետի, բայց այդպիսի դեպք դեռ չի եղել, էլի, որովհետև իմ 30 տարի է, ես երևի համալսարանում եմ, այդպիսի դեպք ես չեմ հիշում։ Առաջ ես ձեզնից էլ տեղեկացա, որ սա կար բակալավրական ծրագիր, հետո կարծես դա փակվեց, հա, հետո դարավ մագիստրոսական, հետո 2 տարի ընդմիջվեց եւ հիմա նորից սկսվեց։ Լավ է, որ այդ կարևորությունը երևի զգացվեց, որ 2 տարի ընդմիջվեց, նորից ասենք բացվեց այս ծրագիրը։ Ես էլ կարծում եմ, որ մագիստրոսականը ճիշտ է, դուք ինչ կարծիք եք, որովհետեւ բակալավրիատը երևի կարելի է ընդհանուր տնտեսագիտական գիտելիքներ ձեռք բերել, դառնալ տնտեսագետ եւ ասենք այս 1.5 տարին կարծում եմ բավական է, այդպես չի, այս խորացման համար։ Այո, այդպես է, որովհետև եթե ուսանողը լավ սովորել է տնտեսագիտական հիմունքներ, ապա աշխատանքը մագիստրատուրայում շատ ավելի հեշտ է, դյուրին է լինում։ Եթե ոչ, որոշակի խնդիրներ առաջանում են, մեր ուղղությամբ լրացուցիչ դասաժամեր են կազմակերպում տնտեսագիտական գիտելիքները ամեն։ Հիմա ես նոր է դրա համար չեմ հարցնում, որտեվ դե նոր է, 2 տարի ընդմիջվել է, բայց հետաքրքիր է այլ մասնագիտություններ կգան թե չէ, եւ եթե կան կարող են թե չեն կարող, այսինքն եթե տնտեսագետ չեն, հա, չգիտեմ, կարող են թե չէ, երևի ինչ որ եթե կան պիտի ինչ որ քննություն անցկացվի կամ ինչ այլ մտածել եք այդ մասին։ Այլ մասնագիտություններ կարող են, մասնագիտություններից կարող են գալ, քննություն են բնականաբար հանձնում, միջազգային տնտեսագիտություն առարկայից քննություն են անցնում, գրավոր եւ հետո հարցազրույցով քննությունը ավարտվում է։ Այստեղ ամենակարևորն այն է, որ մենք մինչև քննությունը միջազգային տնտեսագիտություն առարկան արցան ցանկացողների համար մի քանի դասաժամ պարապում ենք անվճար, որպեսզի ուսանողը եթե ընդունվի, ուրեմն գոնե բավարար գիտելիքներ ունենա։ Այդ դասընթացները կազմակերպում են քննությունից 10 օր առաջ։ Հա, ես կարծում եմ, որ արժեր, որ ասենք, չգիտեմ, արտգործնախարարությունն էլ որոշ դիվանագետների համար այս դասընթացը կազմակերպեր, որտեվ հաճախ լսել, կարդացել ենք եւ այլն, որ
ասենք իշխանությունը դիվանագետներից պահանջում է, որ տնտեսական հարցերում խորանան եւ այլն։ Երևի արժեր ինչ որ վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոմանց համար, ինչպես որ ես մտածում եի, որ ձեզ մոտ մագիստրատուրան ավարտածները դիվանագիտական դպրոց ավարտեն եւ պահանջված լինեն, այնպես էլ ասենք այն դիվանագետներ կան, որ գուցե շահագրգիռ լինեին ձեզ մոտ ասենք անցնելու ուսում, չգիտեմ, եթե ոչ մագիստրատուրա ինչ որ դասընթացներ, այդպես չի։ Շնորհակալություն լավ գաղափարի համար, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, մոտեցումը ճիշտ է, որ պետք է այո ունենան գիտելիքներ, պրակտիկ, կարող ես դու շատ ավելի պրակտիկ գործողությունները դիրապետես գործողություններին, բայց երբ որ ունենում ես հիմնարար բազա, դա շատ քեզ ավելի առաջ է տանում։ Ես սովորաբար դուք անդրադարձաք մեր առևտրականներին, չէ՞։ Ես սովորաբար ասում եմ, եթե իրենք նաև ունենային տեսական հիմք, իրենք թող ներող լինեն Ռոչվիլդները, իրենց հավասար առևտրականներ կլինեին։ Դեմ չեմ, համաձայն եմ, որտեվ կարծես մեր գենի մեջ դա կա, այդ շնորհը առևտրի, եթե իսկապես տեսություն էլ իմանային, կշահեին։ Ես կարծում եմ, այստեղ լեզուներն են շատ կարևոր, ես չգիտեմ, երևի լավ կլիներ, որ մինչև մագիստրատուրան իհարկե տիրապետեին այդ լեզուներին, բայց նայում եմ դե անգլերեն երևի այսօր պարտադիր երևի պիտի իմանան, հա, այստեղ սովորողները անգլերեն դա պիտի իմանան։ Ես կուզեի նաև որ չինարեն սովորեին, որտեվ դե հիմա նայում ենք որ աշխարհը կարծես այս տնտեսության առումով երկու ծայր ունի, մեկը նահանգներ արևմուտքը, մյուսը Չինաստանը արևելքը, ասենք իհարկե այնտեղ հարավային Կորեա, եւ այլն, բայց դե հիմքը այսպես Չինաստանն է եւ կարծում եմ որ չինարենն էլ պիտի այսօր այստեղ սովորողներին հետաքրքրի, այդպես չի։ Ձեր տեսակետին ես կողմ եմ, բայց եթե նայում ենք միջազգային ասպարեզում, բիզնես լեզուն շարունակում է մնալ անգլերենը։ Չէ, ես դրա համար ասեցի առաջին հերթին անգլերենը։ Մեր մագիստրոսական ծրագրում մեկ առարկա անգլերեն է կարդացվում, դա ես եմ վարում միջազգային տնտեսագիտությունը։ Կողմ եմ չինարերենին եւ ընդհանրապես ասում որ Հայաստանում ոչ միայն չինարերեն, այլև պարսկերեն, արաբերեն, անգլերեն եւ ռուսերենը պարտադիր են։ Դա ռուսերենն էլ է պարտադիր, որտեվ դե հիմա չգիտեմ ինչ ուղղությամբ այսպես կգնան, շատ են խոսում դե քաղաքականության հետ չգնանք դեպի քաղաքականություն, բայց Ռուսաստանի հետ մենք այսօր տնտեսական ամենաերևի սերտ հարաբերությունները ունենք։ Մեկ քառորդը։ Ամենայնիվս մեկ քառորդը դա բավական ռուսերեն պիտի որ իմանան անպատճառ։ Ես երկար ժամանակ նայում դիտարկում էի աֆրիկյան եւ արաբական երկրների արտահանման ուղղություն, որտեղ այսպես մեկ շուկայից կախված լինելը դա տնտեսական մեծ ռիսկեր է կրում։ Ես դեմ չեմ, որ Ռուսաստանը արտահանենք, եթե հեշտ է շահավետ է բիզնեսին, այո, պետք է արտահանենք։ Քանի որ եվրոպական ստանդարտների պահանջները բավական բարձր են, եւ այս պահին մեր արտադրողը չի կարողանում ապահովել, դա բավական դժվար է մտնել այդ շուկա։ Իսկ ստանդարտների պահանջները շատ ավելի թույլ են աֆրիկյան երկրներում, որոշ աֆրիկյան երկրներում, որ կարելի է արտահանել։ Եվ արաբական երկրներում, Մերձավոր Արևելքը, այո։ Դրա համար նշեցի պետք է եւ արաբերեն եւ այստեղ դա խորացված պարտադիր չի մեկ մարդ բոլոր լեզուները իմանա, բայց նախընտրելի է որ լինեն մասնագետներ, շատ լավ մասնագետներ եւ պարսկերենի, եւ արաբերենի, եւ անգլերենի, եւ ռուսերենի, եւ չինարենի։ Չինաստանը այս պահի աշխարհի բոլոր երկրների 5 հիմնական արտահանող ներմուծող երկրների ցանկում է։ Եվ Հայաստանը բացառություն չի կազմում։ Չէ, դե զարմանալի է, որ նույնիսկ Թրամփի մաքսատուրքերից հետո Չինաստանը էլի աճ է գրանցում արտահանման։ Ես նայեցի 5-6% էլի աճ է գրանցել, էլի նույնիսկ այս մաքսատուրքերի պարագայում,
որ ապշելու է։ Մի փոքրիկ այսպես շեղվեմ բուն թեմայից, սրանից 20 տարի առաջ ես երբ որ դասախոսություն էի կարդում, ասեմ մենք շնորհակալություն հայտնենք, որ դեռ երեխաները չեն արտադրված Չինաստանում, made in China, որ ուսանողները այսպես նայեցին, ասին ինչի Տիկին Հովհաննիսյան, չեք այդպես վստահ ասում, ասում եմ այնտեղ բոլորը տղա են ունենում։ Մեկ երեխա է օրենքով թույլատրված եւ բոլորը տղա են ունենում։ Արդյունքում երեխաներն էլ պետք է լինեն արտադրված է Չինաստանում։ Կիսակ լուրջ, կիսակատակ էր, բայց ոնց որ դարձում է դա իրականություն։ Հիմի ամեն ինչ արտադրվում է այնտեղ։ Իհարկե, որոշակի միջազգային ասպարեզում որոշակի փոփոխություններ լինում են։ Հասկանում եմ, որ արդեն աշխարհը կախված է չինական տնտեսությունից, հիմի ներդրումները ուղղում են այդ տարածքի այլ երկրներ, բայց այս պահին դեռ Չինաստանն է։ Իսկ այ գիտական առումով այս մագիստրատուրան ավարտելուց հետո այդ հնարավորություն կա, ասենք, շարունակելու, որտեղ դա էլ է կարևոր։ Շիֆր ունենք, այո 06 ասպիրանտուրայում կարող են շարունակել արտաքին առևտուր եւ միջազգային տնտեսական հարաբերություններ, այո, կարող են։ Կարող են։ Ես անձամբ պաշտպանել եմ այդ ուղղությամբ եւ ինքը որպես բացի միջազգային տնտեսական հարաբերություններից իհարկե ես ընտրեցի նաև ավարտել միջազգային քաղաքագիտություն ամերիկյան համալսարանում քաղաքագիտություն եւ միջազգային հարաբերություններ, որպեսզի կարողանամ ավելի լայն նայեմ հարցին, որտեղ միջազգային տնտեսական հարաբերությունները առանց քաղաքականության դիտարկելը այնքան էլ իրական չի դառնա իրավիճակը հատկապես հիմա այո այնպես չի որ մեր մոտ դա չենք դասավանդում մագիստրոսական ծրագրում իսկ այ դասախոսների առումով ինչ որտեղ ես չգիտեմ մասնագետների այստեղ խնդիր կա թե չէ որտեվ եթե ասենք առաջ եղել է բակալավրիատ որ դուք էլ ավարտել եք եւ այլն պիտի որ իրենք ունենանք ենթադրում եմ մասնագետներ ունենք թե չունենք այդ խնդիրը ես ասում եմ ունենք ինչու որովհետեւ դժվար ինչու նախ ինձ որ հարցնում են տնտեսագիտություն որտեղ եք սովորել ես նաև արտասահմանում եմ սովորել ես ասում եմ Երևանի պետական համալսարանում այո ես տնտեսագիտություն այնտեղ եմ սովորել եւ ես շատ շնորհակալ եմ իմ տնտեսագիտության դասախոսներին բնականաբար իմ նման ուսանողներ շատ կային հարցը նրանումն է որ իրենք ոմանք մտածել են մնան գիտական ասպարեզում ոմանք գնացել են պրակտիկ ոլորտ այստեղ խնդիրը միայն այն է որ կարողանանք իրենց համոզել որ պրակտիկ ոլորտից գան նորից մտնեն գիտական ասպարեզ դասավանդել որովհետեւ պրակտիկ ոլորտում իրենք շատ ավելի բարձր են ստանում դա պարզ է հա այդպես ես ուսանող ունեմ, որ սրանից 20 տարի առաջ արդեն աշխատում էր Shell ընկերությունում եւ պատասխանատու էր ԱՊՀ տարածաշրջանի երկրների համար։ Հիմի ես մեծ հաճույքով կուզենայի ինքը գոնե Zoom հարթակով կարողանար մի քանի դաս անցկացնել ուսանողների հետ։ Փնտրում եմ իրեն, չեմ կարողանում ճիշտ ասած գտնեմ։ Եթե մենք տվել ենք նման մասնագետներ, որ կարող են աշխատել նման ընկերությունում եւ նման բարձր դիրքի այո մենք մասնագետներ ունենք խնդիրը այստեղ կարողանալ համոզել եւ բերել ես չեմ ուզում մեզ թերագնահատեմ մենք ունենք լավ տնտեսագետներ լավ պրոֆեսորներ միգուցե աշխարհով հայտնի չեն կասեք աշխարհով պիտի հայտնի լինեք որ համարվեք լավ տնտեսագետ ոչ դու կարող ես աշխարհով մեկ հայտնի լավ տնտեսագետ լինես բայց չկարողանաս ուսանել իհարկե դասավանդելը լրիվ այլ խնդիր է բոլոր ասպարեզներում պետք է դու կարողանաս ուսանողին փոխանցել սեր դեպի տվյալ առարկան դրա համար այո մասնագետներ մենք ունենք ուղղակի երբեմն ճիշտ չեն գնահատում երբեմն չեն կարողանում ճիշտ դիվանագիտությամբ իրենց համոզել գալ կրթական ոլորտ նախընտրելի է նաև օտարերկրյա փորձն է նախընտրելու ինչու ոչ որովհետև դա հնարավորություն է տալի տեսնել ինչպես կարելի է նույն երևույթը անել այլ կերպ եւ եթե դա աշխատում է մեր համակարգում ինչու չօգտագործել հիմա այ հետաքրքիր է ես միշտ հարցնում եմ
սերային կազմը, ասենք, այս ասպարեզում ինչպիսին է։ Սովորաբար նայում ես տնտեսագետները մեծ մասամբ տղամարդիկ են պատկերացնում եւ կարծես այդպես ավելի շատ է եղել, բայց շատ բան փոխվում է ու մասնագիտություններ կա, որ կանայք լրիվ են գրավում, եթե ոչ լրիվ կիսով չափ, այստեղ ինչպես է ձեզ մոտ։ Միայն ես նկատի չունեմ միայն միջազգային տնտեսական հարաբերություն, ինչպես է հետաքրքիր է ձեզ մոտ։ Ասենք աղջիկները հիմա ի տարբերություն, ասենք, անցյալ տարիների քանակը տոկոսային ավելացել է, թե չէ, այ հետաքրքիր է։ Ճիշտ ասած, ես այն մարդկանցից եմ, որ ասում եմ, կին եւ տղամարդ հավասարության նշան դնել չի կարելի։ Ես չեմ ասում, որ մեկը առավել է, մեկը ոչ։ Ես ոչ մեծի ու փոքրի նշան եմ դնում։ Դրանք չի կարելի իրենց տղամարդը եւ կնոջը չի կարելի համեմատել։ Դրանք համեմատական հասկացություններ չեն իմ համար։ Կանայք հիմնականում դուք ճիշտ եք, տղամարդիկ են գերիշխում, բայց այնպես չէ, որ կանայք չեն փորձում այդ դիրքերը նվաճել։ Ուսանողներին սովորաբար կան հիմա աղջիկներ, կան, ունենք, ինչու չունենք։ Գիտեմ մարդ, որ համաշխարհային բանկում բարձր պաշտոնի է, նախկին ուսանողներից։ Գիտեմ, որ բարձր պաշտոն է զբաղեցնում նաև խորհրդատվական ընկերությունում։ Չէ, կան, բայց իմ ուսանողներին մի բան եմ խնդրում, ասում եմ, պաշտոն զբաղեցնելով խնդրում եմ չկորցնեք ձեր կանացիությունը։ Այ հետաքրքիր է եւ մեկ էլ հարցնում եմ, թե դուք ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունը։ Սովորաբար նայում ասենք բժիշկների մոտ կան այսպես պապից եկող, որ ամբողջ, չգիտեմ, պապ, հայր, մայր, քույր, եղբայր, այսպես ընտանիքով լրիվ բժիշկ են, դա շատ տարածված է։ Տնտեսագետների մոտ, չգիտեմ, այդպես չկա ինչպես բժիշկների, բայց էլի միշտ ասենք ծնողների մասնագիտությունը սովորաբար դեր է խաղում, ասենք հաճախ ասենք տեսնում ես, որ երեխան կամ մոր ուղությամբ է գնում կամ հոր եւ այլն։ Այդ ձեր ընտանիքում կային տնտեսագետներ, թե չէ հետաքրքիր է։ Չէ, տնտեսագետներ չունենք, հորեղբայրս է եղել տնտեսագետ, բայց դա չի եղել պատճառը, որ ես այս ուղությամբ եմ գնացել։ Ես շնորհակալ եմ նախ իմ ծնողներին, հայրս թույլ չտվեց այն ուղությամբ գնալ, որ ես եմ ուզում գնալ, ընդհանրապես այլ ուղություն էի ընտրել։ Ու չեք զղջում հիմա որ։ Ճիշտն ասած չեմ կարող ասել, որովհետև այդ ուղությամբ որ գնայի, ես հագուստի դիզայներ էի ուզում դառնալ, բայց խնդիրն այն էր, որ ես բոլոր առարկաներից շատ լավ էի։ Ես շատ լավ նկարում էի, բայց շատ լավ էի նաև մաթեմատիկայից։ Եվ իմ դասատուները դպրոցում բանավիճում էին, թե որ ուղղությամբ պետք է գնամ։ Ես շատ լավ նաև ստեղծագործել եմ։ Իմ հայոց լեզվի դասատուն ասում էր, եթե դու ժուրնալիստ չդառնաս, դա կորուստ կլինի։ Այսպես ասեմ։ Բայց երբ որ հայրս չթողեց այն, ինչ ես ուզում էի դառնալ, որտեղ պետք է գնայի Մոսկվա։ Հայրս ասեց, ես Մոսկվա քեզ մենակ չեմ թողի գնաս, այնպես որ այլ բան մտածի, սա պատահականություն էր մասնագիտություն ընտրել։ Ես ուղղակի բացում եմ, այն ժամանակ թերթով էին, չէ, հայտարարությունները տալի։ Այսպես մատս դնում եմ պատահական մասնագիտության վրա, ասում եմ, ես սա եմ ուզում, ու դա լինում է միջազգային տնտեսական հարաբերությունները։ Ու ես հենց առաջին տարին ընդունվում եմ, կարմիր դիպլոմով ավարտում եմ ու այսպես ձնագնդիկի նման կարծես այս ոլորտում իմ մնալը, խորանալը ձնագնդիկի նման այսպես առաջ է գնում։ Ճիշտ մասնագիտություն եք ընտրել, կարծում եմ շատ անհրաժեշտ այսօրվան տնտեսագետները շատ են, բայց ասենք միջազգային տնտեսական հարաբերություններ խորությամբ իմացողները քիչ, այնպես որ մեզ պետք են այդ մասնագետները։ Շնորհակալ եմ, որ եկաք, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը մեր պետական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն